Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական ցորենի հերթական խմբաքանակը 14 վագոն։ Միևնույն ժամանակ Ռոսսելխոզնադզորը կստուգի Հայաստանի ձկնաբուծարանները, կասկածելով, որ Երևանը վերաարտահանում է եվրոպական իշխանը, որը բնորոշ չէ մեր տարածաշրջանին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին, դրանք որակելով որպես մոտ, բայց բարդ։ Ըստ նրա, այս բարդությունները պայմանավորված են Արևմուտքի Երևանին իր ենթակայության տակ առնելու և Ռուսաստանից հեռացնելու ակտիվ փորձերով։ Լավրովը նշել է, որ արևմտյան երկրները նպատակ ունեն խզել Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային և ներդրումային կապերը ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ։ Նա շեշտել է, որ նմանատիպ քաղաքականություն է իրականացվում նաև ԱՊՀ այլ անդամների նկատմամբ, միջպետական կապերը քանդելու նպատակով։ Համացանցում տարածվել է ռուս զբոսաշրջիկի տեսանյութը, որ հյուսիսային պողոտայում ֆիքսել է, թե ինչպես է շունը մարդկանց հետ նույն ցայտաղբյուրից ջուր խմում։ Հեղինակը տեսանյութին կից տեքստում նշել է, որ հենց նման մանրուքներից է ձևավորվում Երևանի յուրահատուկ ու բարի մթնոլորտը, որտեղ կենդանիների հանդեպ հոգատարությունը բնական երևույթ է։ Տեսանյութը բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել, դառնալով մեր քաղաքի ջերմության յուրօրինակ գրավականը։